որոշ կարմրություն կա։ Նայել քանի հատ ենք կծը մենակ ստից։ Մեյուն ունենք, ինքերից գալիս ասկսնա բարել մենք այն ունենք։ Եվ իհարկե եղնիկի խորոված։ Որոշ լավ խորոված է կարը ախպեր։ Բարեկամներ, ես ես նոր գրկեցի Գոհարը ռեստորանի տիրություն արողին, Գերմանիայից եկածներ թող ապտանտենա քանի հոգ են։ Միշտ գաղտնիքը բացել է, ուզում եմ քեզ ծաղիկներ տալ։ Բարեկամ ենք անակնկալ, գնանք եւ ներկայացնենք Ստեփան Մարգարյան, միակը Հայաստանում։ Եմ հարցնեմ, որովհետեւ այս անակնկալը ավելի շատ Մաշան ու Մեդվեդը իրականում մարտունեցի են։ Հիմա ես ձեզ ցույց կտամ ինչպես անակնկալ անել անտառային պայմաններում, երբ որ շուրջ բոլորը մոծակներն են ու քեզ ցրվում են։ Առաջինը փնտրում ու գտնում ես 101 վարդ։ Հեսա։ Ահա, վարդ ունենք, հիմա գնում ենք անակնկալ։ Ու գիտես որտեղ ենք գնում։ Գնում ենք Մարտունու Գոհարը ռեստորանը, որտեղ որ ընկերներ հիմա այս պահին ամուսնություն է, ամուսնանում են, որոշ կարմրություն կա։ Բրնոյ, ես ինչ է։ Թունավոր կլինի, եսի պետք չի ձեր տասերան։ Հիմա զույգեր են ամուսնանում, հայոց սուրբ օջախ է ստեղծվում եւ մեր Փեսայի Հայդիկի ընկերը որոշել է անմասն չմնալ այս հարսանիքից, նա պետք է գար, բայց գործերը այնպես են ստացվել, որ չի եկել։ Դրա համար մենք գնում ենք նրա սրտանց անակնկալը տեղ հասցնենք։ Իսկ մենք մի քիչ շուտ ենք եկել, դրա համար պատասպարվեցինք անտառում, գնացինք 101 վարդ գտանք։ Հիմա 101 վարդով կոնյակով գնում ենք զույգերին, ասենք բարով եք ամուսնանում։ Գնացինք։ Որեք նայել քանի հատ ենք կծը մենակ ստից սարի։ Ռիլես նկարում։ Հայ։ Ուրեմն 1, 2 ստիցել են կծը հաստատ չգիտեմ երևում է թե չէ։ Փրթին են զի մոծակները։ Հնձի շատ են սիրում մոծակները։ Արունս խմում են թափ։ Վայ մարդ, հիմա նա այստեղ մոծակա չեն կան, արես ինչ արին ասի։ Ու Փրթին, քեզ չեն կծե։ Հանձի կերան արա։ Սրանք սոված էին, ինչ էին արա։ Հարդ չէին տեսը 100 տարի։ Հիմա այս Լենուբոր ճանապարհի մետ կպտտվենք բարեկամներ։ Գոհարը ռեստորան, Գոհար հալը, որտեղ ամուսնություն է։ Հիմա անունները կարդամ, որ ճիշտ ներկայացնենք մեր անակնկալը, թե չէ առանց անուն չլինի։ Ուրեմն մեր Փեսայի Հայդիկի անունը Մխիթար է։ Մխիթարի ընկեր Գագիկի ընտանիքի կողմից Եվրոպայից մենք բերել ենք անակնկալը, դեմը նկարի, հնձիմի նկարի։ Ուրեմն ամուսնանում են Ռազմիկը եւ Նայրան։ Եվ անակնկալն էլ Ռազմիկի հոր Մխիթարի ընկերոջ կողմից է անակնկալը։ Մեծ աղբեր Գագիկը որոշել է իր ընտանիքի անունից մեզ ասի գնանք շնորհավորենք, որ հանկարծ ընկերը, հանկարծ ու հանկարծ շնեղանա չմտածի, որ ընկերը ուշադիր չի, էլի, շատ ուշադիր է։ Մի բան էլ շատ ուզում է, որ իր ներկայությունը զգացվի, դրա համար մենք ենք գնում, թե չենք կարար 1000 ու մի տարբերակ կար, որ կարող էր կազմակերպվել, այնպես որ բարեկամներս մենք գնում ենք ու նրա այդ մեծ ցանկությունը, սուրբ ցանկություն դարձնենք իրական, որովհետև նա իսկապես սրտանց ուզում էր ներկա գտնվել այս հրաշք առիթին։ Հիմա մենք շարժվել ենք առաջ, որպեսզի գնանք հասնենք Գոհար ռեստորան, որը գտնվում է Ծակքար գյուղի հենց Խաշմերուկում։ Այնտեղ կա նաև Ծիրան սուպերմարկետ, երկրորդ հարկն էլ դե հանդիսության սրահն է, շատ գեղեցիկ ոճային լուծումներով, անդեի թիթեռներին ես երբեք չեմ մոռանա։ Գերմանիայից է անակնկալ ընկերներ։ Հիմա մենք գնանք ու մեր զույգին, Ռազմիկին եւ Նայրային ասենք բարով եք ամուսնանում։ Լավագույն սրտամոտ մաղթանքները հասցնենք սրահի մեջ, բոլորին ասենք բարևներ եւ վերադառնանք մեր մարզ, որովհետեւ պետք է գնանք Խնձորուտ պետք է գնանք, այո։ Հրաշալի բացատ ենք հայտնաբերել, այս բացատ շատ եմ սիրում, այս առաջի անգամ որ տեսել եմ դուրս եկել է, միջև հիմա էլ հարգում եմ, սիրում եմ այս բացատին։ Օրա 2 վայրկյանում ես իմիշքան արուն խամ ավեսի։ Արի սոված էին սրանք, արա իմանա այդքան սոված են չէի մտնին դե։ Քեզ вообще չկծին։ Մի հատիկ են կծեն, ինձ 10 հատիկ կծել են։ Օրա եւ ես քաղցր արուն եմ, էլի։ Քաղցր արուն տղա եմ ես։ Դրա համար իմ արունը թափ ուտում են մոծը։ Ոտիցս էլ հասցրին կծեն, հա։ Ոտիցս։ Օրա կծին սա ծրվին ապե։ Եմ էլ զգա, ախ դե միշտ չէի հասկացել, որ ընդ մոծակ կա։ Որ հասկանայի մի քիչ զգուշ կլնեի, էլի, ուշադիր կլնեի, չէի թողի որ կծեին։ Բարեկամներ, կարդերում մեր հարսիկն է, նոր հարսիկը, Նայրա Քույրիկը։
ով եկել է իր բարեկամների հետ Գերմանիայից հավաքվել եկել են ու երջանիկ պատահականությամբ Գերմանիայից է նաև մեր Փեսայի հայրիկի ընկերը, այնպես որ ուժեղ իրավիճակ է, գերմանական ճշտապահ իրավիճակ է, ուղղակի այսքան գերմանացի կանչի շուտ չեն սկսում առիթ, այդ եմ մտածում, գիտես, այսքան ժամանակ։ Ահա, ուրեմն Մխիթարը մեր Ռազմիկի հայրիկն է, Փեսայի։ Գագիկն էլ նրա ընկերն է։ Դե հետևաբար ընկերը չէր կարող իր լավ ընկերոջ որդու ամուսնանալու պահերով սա սիրուն մի բան չմտածեր, սպիտակ, ջերմակ, լավ մաղթանքներով նվեր։ Մենք էլ սպասում ենք, որ մեր պահը գա, պրոստը հանդիսավոր աղբերս ինձ թվում է, արի ես տամ միկրոֆոնը, որ դու մտնես մեր կու կադր սիրուն վերցես։ Բայ, եկեք լավանակ, նկարվում է, ծաղիկով անգամ, հեսա մարդնոցիա, չէ։ Դա դες լավ է։ Ամպերատար սպասում ենք, որովհետև հարցն ու փեսան ներս չեն մտել, որ մտնեն ներս կգնանք իրար հետ ու գեղեցիկ անակնկալը կանենք հարցի փեսայի պարելուց հետո, եթե ինձ հաջողվի հանդիսավարին հանդիպել, կհանդիպեմ, կկազմակերպենք, կգնանք անակնկալ կանենք։ Եթե չհաջողվի հանդիպել, կնշանակի, որ բարեկամներ մի քիչ պետք է սպասենք, նոր մտնենք։ Աչքերդ ծով են, արևի շող են, որ փայլում են մաքուր սիրով լցնում իմ հոգին, ու կանչում են ամուր գրկում թարվում իմ սրտին, և մեզ սերը օրորում է, շուրթերդ լուր են, ալ կարմիր նուր են, Երբ ժպտում եմ սիրտս սիրուց երկինք է ճախլում, Սավառնում են սիրով դեպի քեզ դառնում, Սիրուց նորից խենթանում, Իմ սիրտն ափերիդ մեջ, Կրկնում եմ որ սիրում եմ քեզ իմ սեր, Անունը սարտիս մեջ Հարի մոտենանք է սիրուն անկյունը նկարենք, ուրեմ հետաքրքիր ձևի լտես առաջ անգամ ես բանտենում եկեղեցիներով, սիրուն, պատկերներով բայց ջերմուկը ես ինչ են արհեստական բանականություն է, թե իսկականը իհարկե արհեստական բանականություն Այս սիրունը, լավ բան են մտածել Հիմա մեզ լավ ընդունել են Գոհարը ռեստորանում Մեզ լավ ընդունել են Գոհարը ռեստորանում, հա իհարկե շատ լավ են ընդունել, հեսա անգամ պատրաստ են մեզ սուրճ հյուրասիրել և 2 կտոր չալաղաջով սուրճ և իհարկե եղնիկի խորոված Եղնիկի խորոված Այժ միս էլ բերես կարամ ասեմ եղնիկի խորոված Բայց կատակ եմ ամակաս միս բան չբերեք, բայց կոֆեից չեմ հրաժարվի, որովհետև ես Դու ձեռով կոֆեի ես պիլիմես Դա Բայց ստեղ Դե հա էլ Եվ հանդիսավարի անով գիտի, Կարնեն, Կարլոս, բարեկամս, դու ճիշտ է, շատ խառն էր չնկատեցիր, որ ես այստեղ եմ, հա? Կոֆեն դնիմ, հա։ Էլ խաղցեր, հենա բերում են, հա, բան չի մնացել, հա։ Ինչպես եք, լավ, ես Կարլոս, բարեկամս։ Բարեկամ։ Ապեր դու բարեկամ ասա, բարեկամ։ Անուշ ախպեր։ Ճիշտն ասած այդքան էլ չէ, ոնց ես դու պատկերացնում մեր այսօրվա անակնկալը որ պահին, ասա բարեկամս։ Հարցը կենաց խմենք նոր։ Հարցը պես է կենացնենք խմ, բա չեմ պարում մի հատ նոր։ Ընդ ահագին հարաբերություն է, այն լաչაზე խորով աստանք բան հարցը պես է կենաց ու կազմակերպ։ Այսինքն դա գնաց մի 20 րոպե կես ժամ։ Այո։ Ես ուրախ եմ։ Ես արի Ինչ սուրճ են տալու, չէ։ Մենք այնտեղ ունենք անկյուն, չէ։ Ստեղծագործների անկյուն, դերասանների անկյուն կան, դե գիտես։ Դերասանների համար նախատեսված անկյուն։ Բայց բանա, բայց զալի մեջով ենք անցնում, ուզած-չուզած, բարև ձեզ, ինչպես եք։ Ընտիր, դուք էլ եք Գերմանիայից եկել։ Հա, ես էլ ասեմ գութեն դագ, էնել չէ լավ։ Հա, ծաղիկ բան վերցնում։ Հա, ծաղիկ բանը վերցնում են, գնանք փախկում ենք ընդ։ Այս նոր հայտարարվեց, որ օրինական ամուսիններ են, իսկ մենք բարեկամներ գնում ենք ուղիղ մեր Գոհարը ռեստորանը ունի հատուկ սենյակ իր հյուրերի համար, ասենք
օրինակ եկել են երկիշ նվագարող բան, իրանք ունեն սեղան, որ գան առանձին նստեն, այդ սրահի մեջ, սրահից ստից գալիս ես ու մի անգամից մտնում ես տեղ, նստում ես, հաց ես ուտում, խմում։ Հովանես, միգուցե նկարես, ուրեմն մենք հիմա գտնվում ենք հյուրերի բաներ, կազմակերպիչների սենյակում, նման բան շատ քիչ ռեստորաններ ունեն, բայց Գեղարքունիքի մարզում, որտեղ գնացել են, կա, օրինակ Բայազետում էլ կա, Գոհար ռեստորանում էլ կա, բայց Գոհարում մեզ մեկ ուրիշ ձև են դիմավորում, ընդունում են, ես որ հպարտ եմ, ուրախ եմ։ Տեսեք ինչ լինի, սկզբի համար հարսն ու փեսան պիտի պարեն, խորովածը բերեն, պարողները եկե պարեն, նոր մենք գնանք։ Մեր Գոհարը ռեստորանյան սուրճն է կադրերում, սուրճն հյուրասիրում, Հովանես դու խմում ես, չէ՞։ Չխմես էլ պետք է խմես, դեսի տես պահա, չի կարելի չխմել։ Շատ լավ է։ Քո հեղինակայիններն է, թե cover ես երգում։ Այսի իմ հեղինակայինն է։ Էսի ուզում եմ լսեմ հենց հիմա։ Ծանոթանում ենք Արմինե Շմավոնյանի գործողությունների հետ։ Ջան։ Բարև ձեզ։ Արմինե Շմավոնյանն է եկել մեզ հյուր։ Հիմա ես ուզում եմ լսեմ մեր Արմինեի երաժշտությունը։ Այս բերան։ Սա հենց իր առաջին հեղինակային երգն է, մենք դառնում մեր եթերի մեջ պետք է լսվի։ Հարսանիքի մասին, հա։ Սիրո մասին, սիրո։ Դόσեր մասը մեկ քիչած է։ Չէ։ Բարեկամներ, եթե ուզում եք լսել եւ ծանոթանալ Արմինե Շմավոնյանի երգերի հետ, կարող եք մտնել նրա YouTube-յան էջ եւ ծանոթանալ։ Օրինակ ես հիմա մտել եմ իր YouTube-յան էջ, նայեք։ Ու որպես հայտնիներից մեկը ես իրան պատվիսկա եմ տալի, որ իմանա ես իր պատվիսչիկն եմ։ Հա։ Հայտի մեջ մտա իմ էջը պետք չի։ Գնաց երգի արդ։ Հովանես արի։ Աղջի, ես ինչա։ Ծաղկի գործ եք անում։ Բարի օր ձեզ։ Բարի օր ձեզ։ Բարև ձեզ։ Խռոված եք ինձ տալի։ Բաթոնիր նուրա։ Հորա լիշկու։ Արեց ինչ լավ խորոված եք արի աղբեր։ Ոնց կարելի է չուտել։ Մարդ չծխի ուտի, բայց ես ծխում եմ հիմա։ Ուզում ենք շատ լավ տեղ, համով տեղ, ասենք պետք է խորոված ուտվի հիմա։ Բայլով ա ուտում խորոված։ Արա դե մարդ ունեցնեն ուրիշ են էլի։ Պրոստը որն ուտեմ տղերք։ Այդ փափուկ մեծ բան, այս օր աղբեր, ես ինչ արիք, ես ինչ ուժեղ արիք։ Եսի նայ։ Խոհարարները հրաշքներ են գործում, բերանս ջուր լսվա, վիսի դուք էր։ Քանի տվել են։ Բուրում մենակ էլի քո։ Բուրում եմ ենում ուտեմ հեսա։ Այդ ինչ աս, սեփսի։ Այս ինչ լավ կոլեկտիվ է, ես էս լավ կոլեկտիվի մեջ չեմ ելել։ Ադելնի միս ենք վերցում հիմա։ Հա, եկավ։ Օ, ախպեր ես ոսկորով է։ Հա։ Հա, այնի տուր։ Всё։ Արա, բայց Գոհարը ռեստորանում կարելի է գալ խորոված բան անել, առիթ նշել։ Ես 2 ժամից եմ էլի զակազս տալու, էլ ինչ կա։ Հա։ Այսի շաբաթի խորովածն է, այսի փող բերող խորովածն է, ով է բարձնում։ Մարին է։ Մեյմուն ունենք, կայից գալիս է սկսում ապարել, մենք այնում ենք։ Ուր է։ Արա շատ սես մատ գնացիր, հա։ Իմ արև թե ես մտածեի եսի տղամարդ է շարը։ Լսավ ես շարը։ Հալալա, շատ սիմն է շար։ Համովա։ Ոչ եմ։ Вкуснятина. Я из Ерегнадзора приехал через Ватнинский лернопрорыв, да.
Լրիվ քնում ես, չէ՞։ Բայց դե Եվրոպա քնում ես։ դե փողին մունա։ Հա։ Որքան չեն քնաս, ինչ կարժենա։ Հա, թիվա։ Իրոք։ Հայ մարդ, այն եժան չի կարալի։ Միթե իրական ես, հեքիաթիշ ես, հայտնվել Դու ինքդ չգիտես ինչքան ես, սրտի շափը մեծացրել Դու հիմա իմ տուն ես, իմ տաքու կանկյուն ես ու ոչ ոք չունի քո աչքերից Արևից պայծառ է քո ժպիտն ու ձայնը Ջերմանում եմ ես հենց քեզնից Իմ երկն ու քո պարը հիմա մի աշխարհ է Որտեղ միայն սերն է Իսկական ես քեզ խոստանում եմ Այն սերը որ զգում եմ Քոնե ամեն ժամ ու վարկյան Քեզ հետ ամեն օրը կրկնել եմ Ես ուզում քո կողքը այն ինչին սովոր եմ Նորովի է կյանք առնում Դու հիմա իմ տունն ես, իմ տաքու կանկյուն ես Ու ոչ ոք չունի քո աչքերից Արևից պայծառ են քո ժպիտն ու ձայնը Ջերմանում եմ ես հենց քեզնից Իմ երկն ու քո պարը հիմա մի աշխարհ են Որտեղ միայն սերն է Իսկական ես քեզ խոստանում եմ Այն սերը որ զգում եմ Քոնե ամեն ժամ ու վարկյան Դու հիմա իմ տուն ես, իմ տաքու կանկյուն ես Ու ոչ ոք չունի քո աչքերից Արևից պայծառ են քո ժպիտն ու ձայնը Ջերմանում եմ ես հենց քեզնից Իմ երկն ու քո պարը հիմա մի աշխարհ են Որտեղ միայն սերն է Իսկական ես քեզ խոստանում եմ Այն սերը որ զգում եմ Քոնե ամեն ժամ ու վարկյան Խզարում ես դզեց։ Բանը աղբեր, ասա անակնկալ կա։ Կարլոսը աղբեր։ Կարլոսը մեր այսօրվա հրաշալի հանդիսաբարն են ընդհանուր հրաշալի մթնոլորտ է տիրում Գոհար ռեստորանում, բարեկամներ, Ենք անակնկալ գնանք եւ ներկայացնենք Ստեփան Մարգարյան, միակը Հայաստանում։ Կարլոսը չգիտի ինչ անակնկալ է, չթողեց խոսան, բայց ոչինչ կարևորը լավ տրամադրությունն է, խորոված ծանուշ անուշ։ Ռազմիկ եւ Նայրա։ Ստեփան Մարգարյանին, Ստեփան ջանանի, իրական ես հեքիաթիշ Շնորհակալ եմ Կարլոս ջան, ապրես։ Որ ասեցի Ստեփան Մարգարյան, մտածում էի գոնե մի 5 հոգի ծափ կտա, բայց ծափեր չլսեցի։ Եկեք ծափեր տան գեղեցիկ։
Ես ուզում եմ իմամել այսօրվա թագավորին ու թագուհուն, որ հիմա շատ զբաղված են։ Թագավոր ու թագուհի, հարց ու պես ձեզ հրավիրում ենք կենտրոնական պարարապարակ, եկեք դուք ունեք անակնկալ։ Գալիս եք, ծափերտանք թող գան եւ միշտ կհասնեն տեղ։ Եկեք տեսնենք ոնց է ձեր տրամադրությունը, թող առաջինը ծափերտան, հարցիկի կողմը։ Հարցիկի կողմ, ծափ չեք տալի։ Լավ, կարևորը ստեր, փեսայի կողմից Ռազմիկ բարեկամս, դուք ունեք անակնկալ, մի շատ կարևոր մարդկանց կողմից, հեռուներից, ճիշտ է, հիմա չեմ ասի կողմիցը, բայց ընթացքում բացելու եմ գաղտնիքը, միշտ գաղտնիքը բացելը ուզում եմ քեզ ծաղիկներ տամ, որտեղ քո կողմը լավ ծափեր տվեց։ Պատրաստ ես, ամբողջ սիրով, ջերմությամբ ու հարգանքով, Աստծո օրհնությամբ նվիրի ծաղիկները մեր հարցիկին գր Նորովի է կյանքարնում Դու հիմա իմ տունն ես, իմ տաքու կանկյուն ես Ու ոչ ոք չունի քո աչքերից Արևից պայծառ են, քո ժպիտն ու ձայնը Ջերմանում եմ ես Այոց սուրբ օջախ, այդ առիթով բոլորն են ուրախ, բոլոր ավակված Իմ երկն ու քո Եվ իրենց ուրախությունը կարող են հենց հիմա գեղեցիկ, բարձր, իսկական սրտանց օրհնություն տվող ծափերով ցույց տալ։ Մեր ծափեր տանք էլի, մեր զույգի համար։ Այս ուրիշ բան։ Իմացեք, որ բոլորը ձեզ շատ են սիրում, ուրախացել են։ Ոմանք ներկա են, ոմանք բացակա, բայց բացականերից մեկի կողմից մենք եկել ենք ձեզ օրհնություն բերենք։ Բազում հարգանքներ, սեր ու միություն են մաղթում ձեզ մի ամբողջ գեղեցիկ կյանք։ Հիմա ես ուզում եմ այս կոնյակը հանձնեմ քեզ, ռազմիկ ախպեր, ուրեմն հենց որ ունենում եք ձեր առաջնեկը, բացում եք այս կոնյակը։ Մեր այստեղ անակնկալ պատվիրած մարդն է այդ ասել, իսկ թե ով է նա, կարող եմ հարցնել, եթե կարաս պատասխանի, կասկածներ կա, ում եք հրավիրել, որ չի կարողացել գալ։ Չկան տարբեր Ինչ եմ հարցնում, որովհետև քո կողմից է անակնկալը, բայց այս հարցին ավելի լավ կարող է պատասխանել մեր փեսայի հայրիկը, մեծ աղբեր Մխիթար, որտեղ ես աշկետ լույս լինի, հրավիրում ենք այստեղ, ես քեզ ուզում եմ հարցնեմ, որովհետև այս անակնկալը ավելի շատ հենց քո կողմից է, քեզ ճանաչող, հարգող, սիրող մարդու կողմից, իր ընտանիքի կողմից, ով կլինի։ Դա երևի իմ ընկերը։ Անունը։ Դե շատ ընկերներ ունեմ, հիմի մտածել ապեմ։ Մխիթար մեծ աղբեր լավ չենք խորանում, ես միանգամից կասեմ, ես գիտեմ, որ այստեղ Գերմանիայից շատ մարդ է եկել։ Այո։ Հələ Գերմանիայից եկածներ թող ծափնան տենան քանի հոգ են։ Ուզեղ։ Ասեմ ձեզ, որ անակնկալն էլ է Գերմանիայից։ Գագիկի, ընտանիքի կողմից մեծ սիրով, շնորհավորանքներ, օրհնանքներ, մի բարձի ծերանակ, լիքը բալիկներ ունենաք։ Մոթորերը Ռազմիկ աղբեր, քանի բալիկ աղբերս որոշել եք։ Չէ, ախպեր։ Չէ։ Դե ուրախությունով լինի Աստծո օրհնությամբ, բոլորս Աստծո օրհնությամբ, ձեզ լավոր բարձր տրամադրություն, այս խոսափողը ընդհատվում է, բայց մեր մտքերն ու ցանկությունները երբեք չի ընդհատվի։ Հիմա խնդրում եմ, բարձր ծափեր, մենք գնում ենք ձեզ էլ լավոր։ Շնորհակալություն Ստեփան Մարկարյան, շնորհակալություն բարեկամս, շնորհակալություն։ Կարլոս, ես էլ եմ շնորհակալ։ Ձեզանից էլ եմ շատ շնորհակալ, մի հատ գրկեմ գնամ։ Բարեկամներ, ես ես նոր գրկեցի Գոհարը ռեստորանի տիրություն արողին, բայց տերը ավելի շատ աղբերն է, ուղղակի քույրիկը տիրություն անում, այնքան լավ, այնքան տեղը տեղին, որ ես զգում եմ ստեղի լավ աուրան, այստեղի աուրան իսկապես տոնական է, ինչ օր էլ լինի, ինչ առիթ էլ լինի, այստեղ վստահ եմ, որ բարձր տրամադրություն է լինելու, նկարվում ենք։ Նկարեմ ձերքեմ TikTok։ Արի, Ver TikTok-ի մեջ։ Էնոր բայնակարունի խելացին։ Ես շատ եմ ասել, շատ եմ շեշտել, այսօր իմ համար մեծ առանձնահատուկ օր էր,
Բարեկամներ, մենք գտնվում ենք այս Չքնաղ ռեստորանում, շքեղ։ Այստեղ ոչ միայն ռեստորանը իր պատերով ու դիզայնով է շքեղ, այլ նաև մարդկանցով սպասարկող անձնակազմով։ Ներսին դե դեմ ասում, սպասարկող անձնակազմը Հովանես, դա ներսի մարդիկ են։ Դրսինը չի, բայց դրսի մարդիկ են լավը։ Հետևաբար ուզում է լավ ժամանց գալիս է գոհար, չէ՞։ Ով ուզում է բարձրակարգ ամեն ինչ լինի, գալիս են գոհար։ Մենք էլ շնորհակալ ենք հարգանքներս, ես էլի կգամ։ Շնորհակալ եմ։ Դե պայթացրել ենք։ Բանա փչել եմ, բանա փչել։ Զալն։ Զալնի մեջտեղը։ Գնացինք ձեզ լավոր։ Իսկ մենք բարեկամներ գնում ենք սահմանամերձ խնձորուտյուղ, որտեղ մայրիկի ծննդյան օր է։ Ունես որ գնացինք, հերիքա մնանք։ Բարեկամներ պետք է շեշտեմ, որ Մաշան ու Մեդվեդը իրականում մարտունեցի են։ Ավելին ասեմ, ծակքարի խաշմերուկեցի, հեսա կայնած են ստե։ Ժամանակին այստեղ եղել է մանկական սրճարան, հիմա էլ կա, ուղղակի չի աշխատում։ Սրտանց ուզում եմ, որ աշխատի, եթե տերը կնայի այս տեսանյութը, բացիր թող բալիկներն ուրախանան։ Բա յանից ենք դուս գալու։ Ջան, Միացնուն չկայաս։ լսի, մեռնեմ քո։ Դե ձեզ լավ որ մենք էլ ենք։ Ավրիս աղբեր, ավրիս մեծ աղբեր, շնորհակալ եմ շատ։ Ահա բարեկամներ, այսօր գեղեցիկ անակնկալից մեկը կազմակերպեցինք, հիմա գնում ենք վերջին անակնկալը խնձորուտյուղում այսօրվա մեր Արմաղանը վկա, Արմաղանը, լարերից այն կողմ Արմաղանն է, տեսեք ինչ գեղեցիկ է, Արմաղան իս տեղացիների անունը, որ ասում են Մարմաղանը, նստի Մարմաղանը, դե էլ դնես չլի գաս հետս, հելա, համ բնություն կա, համ սևանն աստ է, համ էլ ուտել խմելն է տեղը, ապեր սրտանց իս լավ եմ զգում, որ տես մարդիկ կան ես աշխարում, որ ես լավ հյուրասիրում են, որ ռեստորանը ուղղակի ռեստորան չի, այլ մի պահ զգում ես, որ տուն է ու դու համեցել ես այդ օջախ, քեզ հյուրասիրում են, լավ են վերաբերվում, այդ պահը դզեց ինձ դուր եկավ։ Հայավարի էլի, հայավարի ձևերով կանչին հյուրասիրին բոլորը տեսակ։ Գոհարը ռեստորանը ճանաչվում է մեր չափանիշներով ամենալավերից մեկը կամ ամենալավը։ Գնաց։ Եկեք բաժանորդագրվեք, տարածեք այս տեսանյութը, իսկ մենք ձեր հուսալի բարեկամներն ենք, շատ շուտով ավելի բաներ ենք, շատ շուտով բան չի մնացել, հեսա մի քիչ է մնում, այսքան է մնում։